Վիգլսվորթի ծառայությունը լի էր ցնցող հրաշքներով և ազատագրումներով։ Առաջին դեպքը վերաբերում է մի կնոջ, ով տառապում էր քաղցկեղի ծանր տեսակից և գտնվում էր մահվան մահճում։ Երբ Վիգլսվորթին հրավիրեցին աղոթելու, նա տեսավ կնոջ տառապանքը և զգաց, որ դա սատանայական հարձակում է։ Նա մոտեցավ մահճակալին և հրամայեց քաղցկեղին հեռանալ Հիսուսի անունով։ Նա իր բռունցքով հարվածեց այն տեղին, որտեղ ուռուցքն էր, ինչը ներկաներին շոկի ենթարկեց։ Սակայն հարվածից անմիջապես հետո կինը զգաց, որ ցավն անհետացավ։ Մի քանի րոպե անց նա վեր կացավ մահճակալից, հագնվեց և սկսեց տնային գործերով զբաղվել։ Բժիշկները հետագայում հաստատեցին, որ քաղցկեղն ամբողջությամբ անհետացել է։ Երկրորդ հզոր բժշկությունը տեղի ունեցավ մի երիտասարդի հետ, ով ոտքերի կաթված ուներ և տարիներ շարունակ չէր քայլել։ Վիգլսվորթը քարոզի ժամանակ նրան ասաց, որ Հիսուսը հիմա պատրաստ է նրան բժշկել։ Նա հրամայեց տղային վեր կենալ և քայլել։ Երբ տղան վախեցած պատասխանեց, որ չի կարող, Վիգլսվորթը բռնեց նրա ձեռքից և սկսեց նրան առաջ հրել։ Ամբողջ դահլիճը քարացել էր, բայց հանկարծ տղայի ոտքերի մեջ կյանք մտավ։ Նա սկսեց վազել եկեղեցու մեջ բարձրաձայն փառաբանելով Աստծուն, իսկ նրա հաշմանդամի սայլակը մնաց որպես հավատքի ապացույց։ Երրորդ դեպքը կապված է մի կույր մարդու հետ, ով եկել էր ժողովի մեծ հույսով։ Վիգլսվորթը չաղոթեց երկար և հանգիստ աղոթքով։ Նա հրամայեց խավարին հեռանալ։ Մարդը սկզբում տեսնում էր միայն մշուշոտ պատկերներ, բայց Սմիթը չհանձնվեց և աղոթեց երկրորդ անգամ։ Այդ պահին մարդու տեսողությունը դարձավ 100%-անոց, և նա սկսեց նկարագրել դահլիճում գտնվող բոլոր իրերը։ Չորրորդ պատմությունը ամենացնցողներից է և վերաբերում է մի մահացած երեխայի։ Երբ Սմիթը մտավ տուն, երեխան արդեն մի քանի ժամ էր, ինչ շունչ չուներ։ Ծնողները ողբում էին, բայց Վիգլսվորթը հրամայեց բոլորին դուրս գալ սենյակից։ Նա վերցրեց երեխայի մարմինը, կանգնեցրեց այն անկյունում և Հիսուսի անունով հրամայեց կյանքին վերադառնալ։ Երրորդ անգամ կանչելուց հետո երեխան սկսեց շնչել և նույնիսկ սկսեց խաղալ, ինչը մեծագույն ցնցում պատճառեց ողջ քաղաքին։ Հինգերորդ բժշկությունը տեղի ունեցավ մի կնոջ հետ, ով ուներ ողնաշարի լուրջ վնասվածք և 15 տարի կանված էր անկողնում։ Նրա մարմինը կծկված էր և դեֆորմացված։ Վիգլսվորթը մոտեցավ նրան և պարզապես ասաց, որ ինքը հավատում է Աստծո խոսքին ավելի շատ, քան այն ամենին, ինչ տեսնում է իր աչքերով։ Նա ձեռքը դրեց կնոջ մեջքին և հրամայեց ողնաշարին ուղղվել։ Ներկաները լսեցին ոսկորների ձայնը, երբ մարմինը սկսեց վերականգնվել։ Կինը կանգնեց իր ոտքերի վրա և պարզվեց, որ նա նույնիսկ ավելի բոյով էր, քան կարծում էին ծնողները։ Մեռելների հարության դեպքերը նրա ծառայության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ Մի անգամ նրան կանչեցին մի տուն, որտեղ մի երիտասարդ կին էր մահացել և արդեն սառն էր։ Վիգլսվորթը հրամայեց բոլորին դուրս գալ սենյակից, բարձրացրեց կնոջ մարմինը, թրեց բադին հենված և Հիսուսի անունով հրամայեց քայլել։ Առաջին անգամ ոչինչ չպատահեց, բայց նա երկրորդ անգամ հրամայեց, և կնոջ մարմինը սկսեց տաքանալ։ Երրորդ անգամ հրամայելուց հետո կինը բացեց աչքերը և սկսեց քայլել սենյակում։ Նույնիսկ նրա սեփական կինը Պոլլին հարություն առավ նրա աղոթքով, երբ Սմիթը հրամայեց մահվան ոգուն բաց թողնել նրան, մինչև որ Աստված հայտնեց նրան, որ ժամանակն է կնոջը տուն տանելու։ Ազատագրման հզոր պահեր էին լինում նաև հանրային վայրերում։ Մի անգամ, երբ նա գնացքով ճամփորդում էր, նրա ներկայությունից միայն դևերը սկսեցին աղաղակել մարդկանց միջից։ Մի մարդ, ով նստած էր նրա դիմաց, հանկարծ սկսեց դողալ և գոռալ, որ Վիգլսվորթի ներկայությունը տանջում է իրեն։ Սմիթը հանգիստ ձայնով հրամայեց չար ոգիներին դուրս գալ, և այդ մարդը վայրկյանների ընթացքում խաղաղվեց ու դարձի եկավ։ Մի այլ դեպքում մի կին, ով տարիներ շարունակ չէր կարողանում խոսել և պտտվում էր գետնին դիվահար վիճակում, բերվեց նրա մոտ։ Վիգլսվորթը նայեց նրա աչքերի մեջ և հրամայեց համր դևին բաց թողնել նրան։ Կինը տեղում ուղղվեց և սկսեց հստակ խոսել ու փառաբանել Աստծուն։ Այս բոլոր հրաշքների հիմքում ընկած էր նրա անսասան հավատքը Աստուծո խոսքի հանդեպ։ Նա միշտ ասում էր, որ Աստված ասել է դա, ես հավատում եմ դրան, և դա վերջակետ է։